Մենք շատ ենք խոսել հարաբերությունների որակի մասին, հարաբերությունները պահպանելու, բարելավելու մասին եւ երևի պետք է արդեն խոսել նաեւ հարաբերությունների ավարտի մասին, որովհետեւ հարաբերությունները նաեւ ավարտվում են եւ երբեմն զույգերը ցանկանում են հասկանալ արդյոք հարաբերությունները, սա այնինչ իրենք տեսնում են, արդյոք խոսում է հարաբերությունների ավարտի մասին, թե ոչ եւ ինչերն են վկայում ավարտի մասին եւ ինչպես իրենք կարող են հասկանալ կամ զգուշանալ դրանից։ Մենք հաճախ տեսնում ենք հարաբերություններ, որոնք արտաքուստ պահպանված են, այսինքն դրանք կան, սոցիալապես տեսանելի են, մարդիկ գտնվում են հարաբերությունների մեջ, բայց ներսից դրանք կարծես արդեն մահացած, ավարտված հարաբերություններ են։ Եվ ավարտված հարաբերությունների մասին խոսում են օրինակ ձանձրույթի զգացումը հարաբերություններում, երբ մարդիկ ուղղակի իրար հետ ձանձրանում են, նրանց հետաքրքիր չի միասին ժամանակ անցկացնելը։ Երբ մարդիկ ֆիզիկապես իրարից հեռացած են կամ ֆիզիկապես նույնիսկ ինչ որ տհաճության զգացում ունեն, եթե չխոսեմ զզվանքի զգացման մասին իրար նկատմամբ։ Հարաբերությունների ավարտի մասին խոսում են պաշտպանողական արձագանքները մշտապես իրար նկատմամբ, երբ որ մարդը դադարում է պատասխանատվություն վերցնել հարաբերություններում տեղի ունեցող ինչ-որ բանի համար եւ մշտապես ասում է, որ սա իմը չէ եւ այստեղ ես մեղք չունեմ, պատասխանատու չեմ, ես գործ չունեմ այդ ամենի հետ, դրանք քո խնդիրներն են, դու ես մեղավոր եւ այլն։ Հարաբերությունների ավարտի մասին խոսում են նաև արհամարանքը, սարկազմը, վիրավորանքները, երբ հասարակ պարզ խոսակցությունների մեջ ոչ թե սուր թեժ կոնֆլիկտի ժամանակ արած արտահայտությունների մասին է խոսքը, այլ պարզապես սովորական առօրյա խոսակցությունների մեջ մարդիկ այդպես հեգնական արտահայտություններ են իրար մասին անում, երբ մարդը հաճախ հիշողություններով գնում է անցյալ եւ վերադառնում է իր նախկին հարաբերություններին, հատկապես երբ այդ նախկին հարաբերությունները հիշում է կարոտի զգացումով եւ դրական էմոցիաներով։ Հարաբերությունների ավարտի մասին է խոսում էմոցիոնալ մտերմության պակասը եւ բացակայությունը առհասարակ, երբ օրինակ մեզ դիմում են զույգեր եւ մենք տարբեր խնդիրների մասին լսելով երբեմն հարց ենք տալիս, արդյոք կա ձեր մեջ դեռևս ֆիզիկական մտերմություն, հուզական մտերմություն, երբեմն զույգը կարող է սենց անսպասելի պատասխան տալ եւ ասել, որ արդեն մի քանի տարի է մենք իրար կողք չենք քնում, իրար չենք գրկում, չենք համբուրվում եւ այստեղ ինչու եմ ասում անսպասելի պատասխան, որովհետեւ երբեմն մտածում ես, որ այսպիսի բաները պիտի զույգին անհանգստացնեն, այսինքն պիտի մտածեն, որ այս ինչ է կատարվում մեր մեջ, մենք ոնց որ իրար վաղուց չենք գրկել, վաղուց չենք համբուրել, բայց հաճախ մարդիկ չեն նկատում այսպիսի իմ կարծիքով ճչացող ցուցանիշները եւ դրսեւորումները, որովհետեւ ինչ որ արդարացումներ են օրինակ բերում։ Օրինակ ասում են դե ինքը գիշերը խռացնում է, դրա համար ճաշասենյակում է քնում, դե ինքը ուշ է գալիս, ես արթնանում եմ, չի ուզում ինձ արթնացնել եւ քնում է կողքի սենյակում, կամ երեխան քնում է մամայի կողքը, իսկ ամուսնու համար այդտեղ տեղ չկա եւ այսպիսի տարբեր արդարացումներ են հայտնվում բացատրելու համար այն, ինչ իրականում արդեն փաստ է եւ տեղի է ունեցել։ Այսպիսի երևույթները ես կարծում եմ, որ պետք չէ անտեսել եւ այն բանի համար, որ մենք կարող ենք ժամանակին դրանք տեսնել եւ գուցե ինչ-որ բաներ փոխել, եւ այն բանի համար, որ
պատրանքների մեջ չլինենք եւ ժամանակին հասկանանք, որ հարաբերություններն արդեն ավարտվել են եւ մարդիկ մտնում են մի տեսակ այդպես լուր սառեցման փուլ, երբ հարաբերություններ չկան, բայց արտաքուստ դրանք շարունակում են գոյություն ունենալ եւ այստեղ արդեն տարբեր բաներ կարող են տեղի ունենալ, որոնք ի վերջո կարող են ոչ միայն հարաբերությունների ավարտը փաստել, այլ պարզապես խորը տրավմաներ առաջացնել այս մարդկանց մոտ։ Այսինքն իրականությունը ընդունելը եւ իրականության հետ առերեսվելը մեզ իրականում շատ տարբեր ցավալի փաստերից կարող է հետ պահել, թե մեզ համար, թե օրինակ եթե ընտանիք է երեխաների համար, թե զույգի համար, որովհետեւ երբ հարաբերությունները ավարտվում են, մարդիկ ակամայից կարող են նոր հարաբերություններ ստեղծել, զգացմունքներ կարող են առաջանալ այլ մարդկանց նկատմամբ եւ սրանք ավելի խորը խնդիրների կարող են բերել, ավելի վատ ապրումների եւ տրավմաների կարող են հանգեցնել։ Հայտնի խոսք կա, որ ասում են գեղեցիկ բաժանումներ չեն լինում, բայց տգեղ բաժանումների տարբեր տեսակներ կան եւ այդ բաժանումների մի մասում հնարավոր է լինում որոշակի ընկերական, բարեկամական հարաբերություններ պահպանելը, հատկապես եթե երեխաներ կան, հա, եւ դրա անհրաժեշտությունը կա նաեւ, ինչ կարող ենք մենք խորհուրդ տալ, երբ որ դուք արդեն հասկացել եք, զույգերը հասկացել են, որ հարաբերությունները ավարտվել են մեծ հաշվով եւ չեն ուզում այդ թատերականացված հարաբերությունների մեջ ապրել եւ որոշում են բաժանվել կամ որևէ մեկը նրանցից արդեն ուզում է այդ ստատուս քվոն կոտրի եւ բաժանվի, ոնց պետք է անել, որպեսզի ամեն դեպքում այդ տգեղ բաժանումը հնարավորինս մեղմորեն տեղի ունենա եւ հետագայում որոշակի տեսակի հարաբերություններ պահպանվեն, ջերմություններ, հիշողություններ, որտեղ ամեն դեպքում ինչ որ կյանքի մաս իրար հետ կիսել եք։ Նախ եւ առաջ պետք է ճշմարտության հետ հաշվի նստել, այսինքն մարդիկ պիտի պատրաստ լինեն ընդունել այնինչ արդեն տեղի է ունեցել, եւ սա ամենակարևոր պայմանն է առողջ հարաբերությունների ավարտի, որովհետեւ դեպքերի մեծամասնությունում, երբ ինչ որ մեկը ընդունում է եւ հասկանում է, որ հարաբերություններն ավարտվել են եւ այլևս ապագա չունեն, կենսունակություն չունեն եւ մյուսը այդպես չի կարծում եւ համաձայն չէ դրա հետ, վիրավորանքները եւ ցավը ամենաուժեղը լինում է այս դեպքերում, երբ մեկը տեսնում է արդեն կատարվածը, իսկ մյուսը ոչ։ Բայց իրականում դեպքերի մեծամասնությունում հարաբերությունը երկուսի ներսում էլ դադարում է, այսինքն կենսունակությունը երկուսի ներսում էլ սկսում է պակասել, զգացմունքները երկու կողմից էլ պակասում են։ Երբ մենք զույգի հետ ունենում ենք զրույցներ, մենք սկսում ենք փոխադարձ հարցեր տալ, այն դեպքերում, երբ օրինակ մեկը ուզում է ավարտել հարաբերությունները եւ մյուսը դեռ պատրաստ չէ կամ համաձայն չէ դրա հետ, երբ սկսում ենք ավելի խորը հարցեր տալ, մենք բացահայտում ենք, որ ավելի հաճախ այս երկրորդ կողմի մեջ են տեղի ունեցել փոփոխություններ եւ զգացմունքները այլևս այն խորությունը եւ այն ջերմությունը չունեն, սակայն այս դեպքում պատրանքներն են մի քիչ ավելի ամուր կամ տվյալ մարդը պարզապես չի պատկերացնում իր կյանքը օրինակ բաժանումից հետո կամ օրինակ վախեր ունի հասարակական ճնշումներից կամ սոցիալապես, ֆինանսապես կախվածության մեջ է գտնվում տվյալ մարդուց, այսինքն հաճախ պետք է լինում բացահայտել եւ հասկանալ, թե ինչն է խանգարում, որպեսզի մարդը առերեսվի այս ճշմարտության հետ, որովհետեւ ճշմարտությունը իր գինը ունի, եթե մենք ընդունենք, որ հարաբերություններն ավարտվել են, մենք պիտի ինչ որ գործողություններ անենք, ինչ որ քայլեր անենք, ինչ որ բան փոխելու համար, ինչ որ բաներ իրար խոստովանենք, ինչ որ գործնական քայլերի գնանք եւ ոչ միշտ են մարդիկ պատրաստ այդ գործնական քայլերին։
Այսինքն հարաբերությունների ավարտը բավական լուրջ աշխատանք է պահանջում երկու կողմից է, լուրջ մարտահրավեր է, որովհետև եթե այդ հարաբերությունները հատկապես սոցիալապես ինչ որ ձև են ստացել եւ մնացած իրենց շրջապատող մարդիկ էլ իրենց հարաբերությունների մասին գիտեն, ապա այս մարդիկ ինչ որ իմաստով նաեւ հաշվետու են լինում այդ հասարակության առաջ եւ ստիպված են լինում բացատրություններ տալ եւ սրանք բավական դժվար իրավիճակներ են, զգայուն իրավիճակներ են, այսինքն հարաբերությունների ավարտի մասին մտածելը ինքներս մեզ խոստովանելը առաջին քայլն է։ Երկրորդ քայլն է քննարկել եւ խոսել, թե ինչպես մենք պիտի այս ամենը կազմակերպենք եւ իրականացնենք։ Երրորդ քայլը ինչպես պիտի այս հարաբերություններից կախված այլ մարդկանց համար այս ամենը կազմակերպենք, որովհետև եթե կան երեխաներ, այդ երեխաները անպայման հարաբերությունների փլուզումից ինչ որ հետևանքներ իրենց վրա զգալու են, եթե կան մտերիմ հարազատներ, ծնողներ եւ այլ, նրանք եւս ունենում են իրենց զգացմունքները եւ ապրումները այս ամենի հետ կապված, երրորդ քայլը սա է, պետք է մտածել եւ պլանավորել, թե ինչպես ենք երեխաներին ասելու, ինչպես ենք նրանց համար այս ամենը կազմակերպելու, ինչպես ենք ծնողների հետ այս բոլոր բաների մասին խոսելու, եւ շատ կարեւոր է նաեւ քննարկել ու պլանավորել ինչպես են միասին ապրելու այդ ամբողջ process-ները, որովհետեւ ավարտը մեկ օրում տեղի ունեցող բան չէ, սա երկարատև process-ների արդյունք է ու նաեւ իր իրականացումը ավարտը եւս պահանջում է բավական լուրջ քայլեր եւ գործողություններ։ Շատ հաճախ այստեղ ինչ որ մարդկանց հետ կամ փորձառու ավելի հասուն մարդկանց հետ խոսելը եւ խորհրդակցելը շատ օգնում է, օրինակ մենք ունենք այդպիսի ավանդույթ եւ այդպիսի մշակույթ կնքահոր արկայությունը մեր ընտանիքում, որ ասում են, եթե այս մարդիկ իրականում խորը կապի մեջ են, հարազատ են, մտերիմ են, երբեմն կարող են նույնիսկ իրենք օգտակար դեր այստեղ կատարել, բայց շատ դեպքերում իհարկե այս ինստիտուտը կարող է չաշխատել, ես խոսում եմ լավագույն տարբերակի եւ օրինակի մասին, եթե այս օրինակը, այս մարդիկ այդպես դրական ներդրում չեն կարող ունենալ հարաբերությունների ավարտը գրագետ լավ ձևով կազմակերպել մեջ, ապա մասնագետները այստեղ իհարկե մեծ ներդրում կարող են ունենալ եւ պետք է բաց քննարկվեն բոլոր մտավախությունները եւ բոլոր խնդիրները, սկսած ֆինանսական հարցերից, թե ինչպես են մարդիկ, եթե կան փող կախվածություններ, համատեղ կյանք եւ այլն, այստեղ իհարկե այդ ամբողջ պրակտիկ գործնական մասերը պետք է քննարկվեն եւ մարդիկ պիտի մոտ ապագան պիտի պատկերացնեն։ Ինչպես են կազմակերպելու, ինչպես են անելու, որտեղ են ապրելու, ոնց են սկզբնական շրջանը կազմակերպելու, ոնց են գործերը իրար հետ կիսելու։ Երբ որ մոտ ապագան մարդիկ պլանավորում են, պատկերացնում են եւ խոսում են իրար հետ, այս բաժանումը կարող է իրականում լինել առանց մեծ կորուստների։ Այսինքն կորուստ լինի միայն հարաբերությունների կորուստը եւ հարաբերությունների ձևի փոփոխությունը։ Եթե այս բոլոր հարցերը չեն քննարկվում եւ մարդիկ ընդհանրապես ունենում են բուրըն կոնֆլիկտ, ինչպես դու ասացիր, գեղեցիկ չեն լինում ավարտները, բաժանումները, այսինքն sense տգեղ իրար վիրավորելով հեռանան, այսպիսի դեպքերում հարաբերությունների ավարտից բացի լինում են նաեւ շատ լուրջ կորուստներ։ Այս հարաբերություններից բխող, ընտանիքները կամ ընկերները իրարից կարող են բաժանվել, հեռանալ իրարից իրար այսպես նեղացնելու, վիրավորելու հետևանքով։ Բայց ես կարծում եմ, որ ցանկացած հարաբերություն, երբ որ սկսվում է եւ ձևավորվում է, ես շատ լավ պրակտիկա եմ համարում հարաբերությունների ավարտի մասին եւս խոսել։ Օրինակ, քննարկել, ունենալ այդպիսի զրույց իրար հետ։ Եթե մի օր մենք որոշենք իրարից հեռանալ, եթե ինչ որ մի օր դադարենք իրար սիրել, եթե ինչ որ մի օր իրար խիստ նեղացնենք կամ վիրավորենք, ոնց կարող ենք անել, որ
որ մեր բաժանումը սիրուն լինի, որ մենք իրար ել ավելի ցավ չպատճառենք։ Այսպիսի զրույց ունենալը շատ զույգեր կարող են համարել ինչ որ վատ չեն ասում դրան կանխորոշող ինչ որ մի բան, այսինքն պետք չի վատ բաների մասին խոսել, բայց ես կարծում եմ, որ սա շատ լավ նաև ինչ որ բաներ բացահայտող զրույց կարող է լինել, որտեղ երբեմն մարդիկ անկեղծորեն խոստովանում են, որ այ եթե դու սենց մի բան անես, ես քեզ կսպանեմ, կամ այ եթե դու այս բանը անես, ես երբեք չեմ ների, ես չգիտեմ քեզանից վրեժ կլուծեմ եւ այլն։ Կարծում եմ նաև այսպիսի զրույց իրար հետ ունենալը շատ օգտակար կարող է լինել եւ նույնիսկ կարող եմ ես հետ պահել բաժանումից եւ հարաբերությունների վատ ավարտից։ Սրանք շատ ռեալ բաներ են եւ որևէ մեկս ապահովագրված չենք թե բաժանումից եւ թե այլ պատճառով իրար կորցնելուց եւ իրար հետ այդ ամենի մասին խոսելը ես այնուամենայնիվ կարևորում եմ, ես կարծում եմ, որ այս թեմաներից վախենալը հարաբերությունները ավելի խորը եւ ավելի մտերմիկ չի դարձնում։ Եվ այս ամենի մասին խոսելը մեզ ավելի վստահ ու հանգիստ է դարձնում, որովհետեւ մեկս չեն կարող վստահ լինել, որ մեր հարաբերությունները եւ սերը հարատև է, եւ հարաբերությունները ավարտից էլ իսկապես վախենալ ու սարսափել պետք չի, որովհետեւ դա նույնիսկ մարդկանց ստիպում է մնալ այնպիսի հարաբերություններում, որոնք արդեն ավարտվել են։ Հասկանում ես, այսինքն հարաբերությունների ավարտի միտքը թույլ տալը մեզ օգնում է շատ արագ հասկանալ, որ վայ ոնց որ մեր հարաբերությունները վատանում են, ոնց որ մենք սառում ենք իրար նկատմամբ, կամ առհասարակ ընդունելը, որ ոնց որ մեր հարաբերությունները լրիվ ավարտվել են եւ իմաստ չունի այլևս շարունակել իրար տանջել կամ կարճել այնպիսի բաներից, որոնք իրատեսական չեն։ Հարաբերություններ կան, որոնք խզվում են, բայց ըստ էության լրիվ չեն ավարտվում, որովհետև ձևափոխվում են, այլ հարաբերության են վերածվում եւ այդ դեպքերում մենք խնդիր ունենք այդ հարաբերությունները պահպանելու, շարունակելու ինչ որ այլ ֆորմատով եւ եթե դրանք շատ վատ են ավարտվել, մարդիկ այդ հարաբերությունները օգտագործում են իրար վնասելու, պատժելու եւ վրեժ խնդիր լինելու նպատակով։ Երեխաների միջոցով էլ անում են։ Այո, եւ երեխաներին են օգտագործում իրարից վրեժ լուծելու համար, իհարկե սրանք շատ վատ օրինակներ են, այդտեղ երջանիկ մարդիկ եւ հաղթողներ չեն լինում, այդտեղ բոլոր կողմերը իրականում պարտվում են, եւ ես ամեն դեպքում կարծում եմ, որ այս թեման բարձրացնելը մեզ կարող է շատ նման վատ դրսևորումներից հեռու պահել։ Իդեպ ես նկատում եմ, որ մեր հասարակության մեջ շատ հաճախ այն զույգերին, որոնք քաղաքակիրթ ձևով են հարաբերությունները ավարտում, հաճախ այդ զույգերին շատ ագրեսիվ խորհուրդներ են տալիս, օրինակ ես այդպիսի դեպքեր ունեմ, երբ զույգը իր հարաբերությունը ավարտել է մասնագետի օգնությամբ, քննարկելով եւ այդպես հանգիստ իրար հանդուրժելով, լսելով եւ հաճախ իրենք լսում են միջավայրից այնպիսի խորհուրդներ, որ սա նորմալ երևույթ չի, որ հայրը մոր նման ժամանակ անցկացնի երեխաների հետ, սենց այս տեսակ զարմանալի բաներ կարելի է լսել, բայց հնչում են, կամ կինը, որը հեռացել է ամուսնուց, ենթադրենք դավաճանությունների եւ վատ վերաբերմունքի պատճառով, բայց շարունակում է լավ հարաբերություններ պահել երեխաների համար եւ երեխաներին չի արգելում շփվել հոր հետ, հոր ընտանիքի հետ, ինքը եւս լավ հարաբերությունների մեջ է հոր ընտանիքի հետ, անընդհատ կողքից խորհուրդ են տալիս, որ այդքան փափուկ եւ անողնաշար չպիտի լինես, պիտի վրեժ խնդիր լինես քո կրած վնասների համար եւ այլն, այսինքն երբեմն հասարակական ճնշումը կարող է լինել ոչ միայն հարաբերությունը պահելուն ուղղված, որ ամոթ է, բաժանվել պետք չի, երեխաներ կան եւ այլն այս կոնտեքստով, այլ նաեւ կարող է լինել բավական ագրեսիվ եւ պես պայքարի ու պատերազմի մղող խորհուրդներ կարող են լինել։ Ես շատ կուզեի, որ ամեն դեպքում մարդիկ հակված լինեին ավելի համագործակցային
ձևով ավարտելու հարաբերություններ, նույնիսկ եթե իրենք շատ վիրավորված են, եթե իրենց սպասելիքները չեն արդարացել, բնականաբար սրանց հետևանքով ենք մենք բաժանվում, բայց նույնիսկ այս դեպքերում մենք պիտի ընդունենք, որ մեր սպասելիքների տերը մենք ենք եւ երևի որևէ մեկը պարտավոր չի մեր սպասելիքները արդարացնել եւ մենք ենք պարտավոր ճիշտ ժամանակին գնահատելու եւ հասկանալու արդյոք այս հարաբերությունները արդարացնում են իմ սպասելիքները թե ոչ եւ ես արդյոք պիտի մնամ այս հարաբերությունների մեջ թե ոչ եւ թե որքան ժամանակ ես կապրեմ չարդարացված սպասելիքներով իմ պատասխանատվությունն է եւ իմ պարտավորությունն է։ Այսինքն հարաբերությունների ավարտը տենց մեկ վայրկյանում տեղի չի ունենում, այսինքն դա մի բան է, որ գործընթաց է եւ որի եթե սկզբերում եւ մեջտեղներում դա չես նկատել, ցավոք սրտի, ինչ որ պայից սկսած դա անդառնալի գործընթաց է եւ այս պարագայում ոչ թե խնդիրը պետք է դնել, որ այդ հարաբերությունները պահպանվեն, այլ թե ոնց ավարտվեն, որ ապագայում դրանք չթողեն մեծ վերքեր եւ հատկապես չազդեն մեր այլ տեսակի հարաբերությունների վրա, եթե հատկապես երեխաներ կան կամ մեր հարաբերությունների մեր ընդհանուր ընկերների հետ, մեր հարաբերություններին դիմացինի ընտանիքի հետ, որի անդամների մի մասի հետ կարող է հարազատական եւ մեծ ջերմ վերաբերմունք լինել եւ այլն։ Ուստեղ շատ կարեւոր է նաեւ որքան էլ որ պատճառները գուցե լինեն սուր, մեկի դիտանկյունից շատ անարդար եւ այլն, փորձել այդ պատճառներից վեր լինել եւ եթե հատկապես կան երեխաներ, փորձել պահպանել որոշակի ճիշտ ավարտի գործընթաց ու եթե կարող ենք խորհուրդ տանք, որ այդ ավարտը տեղի ունենա նաև մասնագետի աջակցությամբ, որպեսզի ապագայում այն լավ փորձառությունները, որոնք լինում են, անկախ թե ինչ տեսակի հարաբերություն է եղել, դրանք կարևոր են մեր կյանքի համար, որտեղ ինչ-որ մի ժամանակ ապրել ենք, կիսել ենք, չէ՞, կյանք ենք կիսել, դրանք մնան եւ դրանք օգնեն, որպեսզի մենք նաև ինչու ոչ այլ հարաբերություններ ստեղծելիս այդ տրավմատիկ փորձառությունը նոր հարաբերությունների վրա չտեղափոխենք։ Ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ շատ շնորհակալ եմ այդ լավատեսական վերջին նախադասության համար, որ հարաբերությունների ավարտը կյանքի ավարտ չէ եւ հարաբերությունների ավարտը կարող է լինել հիմք նոր լավ հարաբերություններ ստեղծելու համար եւ ես ուզում եմ նորից այստեղ շեշտել, որ երբ որ մենք ունենք անիրատեսական պատկերացումներ հարաբերությունների մասին, ռոմանտիկ, հեքիաթային պատկերացումներ, որ սրանք հավերժ են, երբեք չեն ավարտվի, մենք միշտ իրար այսպես կհարգենք, կսիրենք, մենք շատ ավելի ծանր ենք տանում հարաբերության ավարտը, շատ ավելի դժվարությամբ ենք տեսնում այդ ճշմարտությունը, շատ ավելի հակված ենք չտեսնել ու չնկատել, ինչը ավելի խորն է մեզ տրավմատիզացնում հարաբերության ավարտի դեպքում, այսինքն իրականությունը պատրաստ լինել, որ հարաբերությունը կարող է ավարտվել, սա մեզ ապահովագրում է եւ ավելի պաշտպանում է ու մեզ դարձնում է ավելի ռացիոնալ, ավելի հասուն եւ ավելի պատասխանատու հարաբերությունների ավարտի ժամանակ եւ ստիպում է, որ մենք քայլեր ձեռնարկենք առողջ ավարտելու, այլ ոչ կառչելու եւ պայքարելու այն հարաբերությունների համար, որոնք այլևս կենսունակ չեն եւ իրականում ավարտվել են։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ես։